Ճապոնացի փիլիսոփա Յանագի Սյոցուն ժամանակին ասել է. Գեղեցիկ իրեր ստեղծեք, կիրառելի իրեր ստեղծեք, բացառեք այն ամենը, ինչ տավելորդ է։ Արդյոք պարզությունը լավ դիզայնի բաներին է։ Ինչպես է դիզայնը հասել այդ պարզությանը։ Դիզայնը ձևի պարզությունն է։ Սրանք այն հարցերից մի քանիսն են, որ ես պատրաստվում եմ քննարկել Օլիվեր Գրավասի Brown ընկերության դիզայնի բաժնի տնօրենի հետ։ Ես Քրոնբերգում եմ, Գերմանիայում, Brown ընկերության գլխամասային գրասենյակում, որպեսզի հանդիպեմ Օլիվեր Գրավասին իր դիզայներական աշխատանոցում աշխատանքի ժամին։ Դիզայն կյանքի համար։ Ռիչարդ, ողջույն։ Ողջույն Օլիվեր, ինչպե՞ս ես։ Ուրախ եմ քեզ նորից տեսնելու համար։ Ես նույնպես։ Տեսնենք հավաքածուն։ Շատ լավ։ Գնացինք։ Ինչպես քո մեջ հետաքրքրություն առաջացավ դիզայնի հանդեպ։ Փոքր ժամանակ հետաքրքրված էր արհեստներով ու արվեստով։ Բարեբախտաբար, երբ ես դեռ 12-13 կամ 14 տարեկան էի, արդեն գիտեի, որ ուզում եմ դիզայներ դառնալ, ինձ համար շատ հեշտ էր։ Դիզայնի միջոցով կարելի է փոխել իրերը, ոչ թե պարզապես դրանք ավելի գեղեցիկ դարձնել։ Իմ ամենասիրելի ապրանքներից մեկը այստեղ SK4-ն է, այն շատ առանձնահատուկ է։ Այն հիանալիորեն կարելի է ներառել մերօրյա ցանկացած ինտերիերում, այնպես չէ։ Նրա վրա անգամ տարբերանշան չկա։ Այն լիովին համահունչ է 50-ական, 60-ականների միջավայրի։ Գրեթե այն ամենը, ինչ տեսնում ենք, հատուկ նախագծված է։ Մենք դիզայներներս այն մարդիկ ենք, որոնք կարող են օգնել ավելի խորացնել հիանալի գաղափարները։ Մենք ունենք իրերին շունչ տալու այդ ունակությունը։ Եվ դրա շնորհիվ կարող ենք օգնել ցույց տալ ապագայի ուղղությունը, քանի որ մենք հուսով ենք ճիշտ ուղղությամբ ենք աշխատում։ Որքանով էր դու տեղյակ Brown ապրանքանիշից նախքան այնտեղ աշխատելդ։ Մենք տանը Brown-ից շատ ապրանքներ ունեինք։ Այդ ապրանքանիշը միշտ իմ կյանքի մի մասնիկն է եղել և ես հետագայում հասկացա, որ այն առանձնահատուկ է։ Իսկապես շատ դժվար էր օգտվել տեխնիկական սարքավորումներից։ Եվ դիզայնը փոխեց դա։ Արդյունաբերական դիզայնը, արտադրանքի դիզայնը բառեր էին, որոնք իսկապես կարևոր էին ինձ համար, որովհետև դա արվեստ չէ։ Դա պարզապես ինչ-որ բաներ ստեղծելը չէ։ Դա հենց դրանց միջանկյալ գործընթացն է։ Ինչպես կնկարագրես քո կապը Դիթեր Ռամսի հետ։ Ես հիանում եմ Դիթեր Ռամսով, նա հիանալի անձնավորություն է։ Նա ճարտարապետական առաջին քայլերը սկսել այստեղ Brown ընկերությունում։ Հետո մարդիկ հասկացան, որ նրա մոտ լավ էր ստացվում դիտարկել իրերը որպես ամբողջական համակարգ։ Նա սկսեց նաև դիզայնով զբաղվել։ Երբ նրա հետ նույն սենյակում ես լինում, ամեն ինչ փոխվում է։ Նա քեզ մտածել է տալիս, թե որոնք են հիմնական կարևոր բաները։ Նա ժամանակից առաջ էր նայում։ Հիմա մենք հետ ենք նայում, որովհետև դա շատ առանձնահատուկ ժամանակ էր։ Մենք նույնպես պետք է նույն կերպ առաջ նայենք։ Սա ապրանքների նոր սերունդն է, որը շուտով դուրս կգա շուկա։ Ապշեցուցիչ է նախատիպերը ստեղծելու համար կիրառվող տեխնոլոգիան։ Մենք ստեղծել ենք դիզայնի լեզու, որը հիմնված է Brown ընկերության անցյալի դիզայնի լեզվի վրա։ Միգուցե մի փոքր հարմարեցված է, այնպես որ լինի Brown-ին հավատարիմ, բայց նաև դիզայներներին ազատություն տա աշխատելու և ստեղծելու արդիական նորագույն արտադրանք։ Դիզայնը երկրաչափություն չէ։ Դիզայնը ավելի շատ պարզության մեջ է, նաև գաղափարների, մասնիկների ու տարրերի գեղեցկության մեջ, որոնք կարելի է ընդօրինակել նաև բնությունից։
Բրաունի մրցանակը տրվել է 50 տարի առաջ, շատ վաղուց, Ֆրից Այքլերի և Դիթեր Ռամսի կողմից։ Նրանք ասացին, կարծում ենք մեր դիզայներական սկզբունքները, որ վստահում ենք, կարելի է կիրառել ցանկացած տեսակի արտադրանքի համար։ Կիրառել լավ դիզայնի սկզբունքները, ինչը մենք այսօր անվանում ենք դիզայներական մտածողություն և կիրառում ենք ամբողջ աշխարհում։ Տեխնոլոգիան առաջացնում է սկզբնական կայծը։ Հիմա կարող ենք տարբերվող մի բան անել և հետո սկսել մտածել, թե մարդիկ ինչպես կարող են դա օգտագործել։ Սա Բրաունի նման ընկերությունների գործն է։ Այս մրցանակի վերաբերյալ մեր զրույցները հիմնականում այն մասին են, թե ինչ ազդեցություն ունի դիզայնը ամենուր։ Կարծում եմ այն արձագանքները, որ ստացել ենք երիտասարդ տաղանդներ ծրագրի դիզայներների կողմից, արտացոլում են այն աշխարհը, որտեղ նրանք ապրում են, որին նրանք արձագանքում են, լինի դա ընդհարման միջոցով, շրջակա միջավայրի խնդիրների միջոցով, սեռերի հավասարության միջոցով։ Նրանց աշխարհը շատ ավելի բարդ է, ու կարծում եմ նրանք ավելի շատ պատասխանատվություն են կրում, քան նախկինում դիզայնի ոլորտում աշխատող մարդիկ։ Կարծում եմ անձամբ ինձ համար դա ամեն ինչ ավելի լավը դարձնելու մարտահրավեր է։ Կինս կատակում է, որովհետև ամեն անգամ, երբ մի բան եմ տեսնում, որ կարծում եմ կարելի ավելի լավը դարձնել, կիսվում եմ իմ մեկնաբանություններով։ Դա հաստատում, երբեմն հավանաբար նյարդայնացնող հայացք է իրերի հանդեպ, քո շրջակա աշխարհը ուսումնասիրելու ցանկություն։ Ամեն ինչ պարզ է, բայց մենք բարդացնում ենք։ Կարծում եմ լավ կլիներ հակառակն անել։ Որն է նվազագույնը, որ պետք է անես և ուզում ես անել ու միևնույն ժամանակ պահել խորհրդավորությունը։ Ու ամեն անգամ դրան հասնելու ճանապարհը հիանալի է։